Ողջույն հայ մարդիկ։ Գիտեմ, որ տհաճ խոսակցություն է լինելու, բայց ուղղակի պարտավոր եմ խոսել սրա մասին։ Գիտեք, այսօր KGB-ի օրն է, տասնամյակներ այսօրը նշել են Դեն Չիկիստա, այսինքն վատ օր է, լավ օր չէ։ Այսօրն էլ հենց երևի հատուկ այդ նպատակով տեսակետ կա, որ հենց այսօրն է սպանվել կամ մահացել։ Դե բանտում մահանալ նշանակում է սպանվել։ Օրինակ հայկական կազմակերպության դարձած առաջին մարդը ուկրաինացի Վասիլ Ստուսը բանտում մահացավ, բայց մենք ասում ենք բանտում սպանվեց, որովհետև բանտում դու քո ճակատագրի տերը չես։ Ինչևէ, եւ այս չեկիստ օրը, այսինքն այս վատ օրը Հովսեփ Խուրշուդյանը, որ ընդհանրապես մտավորական, այսինքն մտավոր կարողություններ ունեցող, իրեն ճիշտ պահող ընդհանուր առմամբ, կարծես թե շատ դեպքերում անաչառ, սկզբունքային մարդը, պարզվեց, որ ողջ էությամբ չեկիստ է, եւ հենց այսօրը ինքը հանկարծ որոշում է անդրադառնալ այն բանին, որ դուք գիտեք ինչ վատ բան է կատարվում, Պարույր Հայրիկյանը, բայց հերթով, տեսեք ինչ հին չեկիստական պրիոմ բառն ասեմ, որ հասկանա, գործելաձև է օգտագործում Հովսեփ Խուրշուդյանը։ Իդեպ իր ամբողջ կյանքը KGB-ի դեմ պայքարած ու հենց դրա համար էլ հարգարժան Պարույր Հայրիկյանը, ասում եք, ինչ լավ է սկսում, ամբողջ կյանքը KGB-ի դեմ պայքարած եւ հարգարժան, ով երեք հայելի ակումբում հայտարարում էր, որ կտրիչի իշխանությունը աստուծ է, ստոր սուտ, նախ ես ինձ թույլ չեմ տալիս վեհապարին կոչել իր մինչև հոգևորական դառնալը ունեցած անունով։ Դա վիրավորական չէ, բայց սա ցույց է տալիս քո ստոր նկրտումը, այսինքն դու հոգևոր օծումը չես ճանաչում։ Եվ քանի որ չկարողացան վեհապարի վերաբերյալ հիմնովի բան ասել, այսինքն ասել մի բան, որը պիտի կարողանար նրա ապաշխարության իրավունքից նրան զրկել։ Մենք բոլորս էլ մարդ ենք, եւ եթե անսխալական լինենք, ուրեմն մենք արդեն մարդ չենք, Աստված ենք։ Ուրեմն քանի որ չկարողացան գտնել մի բան, հիմա գտել են, իբր թե գտել են, այդպես ասեմ, ինչ որ թղթեր 30 տարվա հնության, եթե ոչ ավելի, եւ եղբոր վերաբերյալ։ Եվ քանի որ եղբայրը այսպես այնպես, հիմա շարունակություն ինչ է գալիս։ Ինչ է, այս բոլորը իմանալուց հետո Հայրիկյանը շարունակելու է աջակցել վեհապարին։ Այ տկարամիտ, այ ապազգային, այ սատանայի ճուտ։ Հայ առաքելական եկեղեցուն նրա բնականon գործունեության ընթացքում աջակցում են բոլոր հավատացյալները։ Ես ամենա լավ հավատացյալը չեմ, բայց ես հասկանում եմ, որ ես պետք է ինձ պահեմ իմ հայ առաքելական եկեղեցու խոնար հետևորդի կարգավիճակում։ Դու համարձակվում ես ինձ հարց տալ, թե ոնց։ Ինչ է նշանակում այն։ Ինչ է, վեհապար հայրապետի իմ աջակցության պետք ունի, այդպես ինքը պետք ունի բոլոր հայերի աջակցության։ Բայց այստեղ հատուկ շեշտադրում կա։ Ոնց որ թե կտրիչի իշխանությունը KGB-ից է, էլի նույն ստոր խոսելաձևը, նույն չեկիստացին մտածելակերպը, աստվածամերժ, այսինքն ի պաշտոնե նույնիսկ ազգային հոգևոր կառույցի ղեկավարի դերը ստանձնող մարդուն, դու նրա եղբոր վերաբերյալ տարածված ինչ որ ավելի ճիշտ KGB-ից ստացված ազգային անվտանգության ծառայության միջոցով փոխանցված թղթիկի պատճառով այդ անշնորհներ մի քանի 100,000 KGB-ի շուն կար Հայաստանում։ Իրենք մեղավոր չէին, որ իրենց ժամանակավոր շուն էին դարձրել։ Իմ պայքարը նրա համար էր, որ այդ գործակալները KGB-ի շուն դարձած մարդիկ վերադառնային իրենց մարդկային նկարագրին։ Հիմա դուք գտել եք մի թուղթ, այդ հսկա գաղտնազերծումը մոռացած, հիմա գտել եք մի թուղթ եւ այդ թղթի հիման վրա ուզում եք
հայ առաքելական եկեղեցուն ստեղծել։ Ես էլ ձեզ կարգ հրավիրելու համար, այո, հենց այդ նույն ելույթում ասում եմ, որ լսեք, սրբապիղծ ստախոսները, պղծություններով հայտնի, իրավախախտումներով հայտնի քաղաքական, պետական գործիչները իրավունք չունեն, բարոյական իրավունք եւ սահմանադրական իրավունք չունեն հոգևոր կյանքի ոլորտ մտնելու։ Դրանից էս պիղծը, պղծի սիրահար պիղծը անցել առաջ եւ ասում է դուք տեսեք է, թե բա կաթողիկոսը Աստծո խորհրդանիշն է երկրի վրա։ Չէ, դու ես Աստծո խորհրդանիշը, այդ տկարամիտ։ Ինչ է քեզ այդ փշացրեց Խուշուդյան։ Թվում էր թե մարդ ես։ Եվ ինչն է հետաքրքրական։ Սրանից հետո ինքը ուրեմն տոն է տալիս, կոմենտներ են գրում, Հայրիկյանը, պարզվեց Հայրիկյանը KGB-ի գործակալ է։ Նույն ձևի, ուրեմն Զորի Բալայանը ինձ տարիներ առաջ զանգահարում էր, որ դու շատ հարգված գործիչ ես ամբողջ սովետական միության մակարդակով, նաև արտասահմանում, Ելցինը ընտրվել է նախագահ, նրան շնորհավոր էր։ Ես էլ այդ ձայնագրությունը տվեցի ընկերներից, ասեցի լսեք։ Հետո ինչ-որ մարդիկ դրել, վայ, Զորի Բալայանը Հայրիկյանին խնդրում է Ելցինին շնորհավորել։ Ուրեմն KGB-ի գործակալ է։ Նախ Զորի Բալայանն է KGB-ի գործակալը, պատկերացրեք։ Այս ապուշները չգիտեմ, որ Կոմկուսի անդամը չէր կարող լինել KGB-ի գործարան։ Խրուշչովի ժամանակ դա արգելված էր։ Ինչևէ։ Հիմա նույն կերպ էլ սա, քանի որ Հայրիկյանը կաթողիկոսի մասին, հայ առաքելական եկեղեցու մասին առողջ խոսք է ասում, ուրեմն ինքը KGB-ի հետ է աշխատում։ Հովսեփ Խուշուդյան, գոհ ես քեզնից, թե դու տականք ես։ Դու չէիր տեսնում, որ մի քանի տասնյակ մարդկանց դու 10-ից ավելի մարդիկ գրում էին, վա, պարզվում է Հայրիկյանը KGB-ի գործակալ է, մյուսներ ասում են, եթե KGB-ն Հայրիկյանին չի կարողացել կոտրել, ուրեմն KGB-ն թույլ կազմակերպություն է։ KGB-ն շատ ուժեղ կազմակերպություն է, բայց KGB-ից ուժեղ մարդիկ կային։ Այն մարդիկ, որ երբեմն նախընտրում էին, ասում էին, ես կմեռնեմ, բայց դեր մարդը չեմ դառնա։ Այ իդիոտ Խուրշուդյան, դու որ տեսնում ես, որ Հայրիկյանի մասին գրում են KGB-ի գործակալ, չէիր ասում գետինը մտնեմ ես, անասուն տականքս։ Այն մարդուն, որ 18 տարի բանտերում պայելուց հետո ստիպված եղան հատուկ օդանավով արտաքսել, դու անասուն ես արա դու։ Ոչ մեկի հետ տենց բան չի եղել, 300 միլիոն մարդկանցից 100 միլիոնին կոտորել են, բայց ոչ մեկին չեն եկել Երևանի բանտից նստեցրել հատուկ կառավարական օդանավ տարել Մոսկվա 88 թվականին։ Մոսկվայից էլ հատուկ օդանավով տարել Աֆրիկա, ոչ մեկին չեն տարել, այդ տակար։ Ես ինչ մակարդակի անասուն ես դու։ Դարձել ես պահին, հուսամ մշտապես այդպեսին չես։ Մի հատ ներողություն խնդրես կեղծել հանի եւ հասկացի, որ դու չես Աստծո խորհրդանիշը, այո, կաթողիկոսն է հայ մարդկանց համար Աստծո խորհրդանիշը։ Դրա համար հազարավոր մարդիկ գնում խնդրում են, որ ձեռքը մի վայրկյանով դնի, դա խորհրդանիշ է։ Դու չգիտես խորհրդանիշ ինչ է։ Քեզ ունես ես բան, ոնց որ անասունի նման, չհասկանաս, որ խորհրդանիշ չի նշանակում Աստված։ Դու նեղվում ես, որ Աստծո խորհրդանիշին ես ասում եմ խորհրդանիշ։ Մարդիկ կներեք էլի, որ այսպես բուրըն արտահայտվեցի, բայց սա արդեն վերջն էր։ Երբ տարբեր տեսակի թափթփուկներ են խոսում, հասկանալի է, բայց ես Խուրշուդյանին կարգին մարդ էի համարում, ես ինչ տականք դարձավ։ Ուրախացել է, որ իր էջում իր գրության տակ մարդիկ գրում են հիմա ես էլի եմ կրկնում իմ ասածը, այստեղ մի կարևոր ստրատեգիական բան է կատարվում։ Սարդարապատում կռվող հայ մարդիկ հոգեպես մեռած չէին, նրանք լսել էին վեհապարի խոսքերը։ Մի հատ ձեզ թափ տվեք, հայկական պետականությունը վերականգնվել է Գևորգ կաթողիկոսի կոչի չկոտրվող հավատացյալ հավատավոր մարդու կոչի արդյունքում, եթե հայ զինվորը չի կարող Էջմիածինը պաշտպանել, ավելի լավ է ես մեռնեմ Էջմիածնի շեմին, ես կպաշտպանեմ։ Այդ խոսքերի արդյունքում հոգևոր հավատավոր մարդիկ գնացին Սարդարապատ ու կերտեցին մեր պետականությունը։ Չլիներ Սարդարապատը, մենք չէինք ունենա պետականություն։ Այդ Սարդարապատի ոգին մոռացած այս տականքն էր, որ նոյեմբերի 9-ին իբր թե խաղաղություն էր հաստատում, եւ տեսեք ուր հաստավ այդ խաղաղությունը։ Ոչ միայն Արցախը կորցրինք մեր անվտանգությունը, այլև արժանապատվությունը, եւ սա վերջին փշրանքներն են, ուզում եմ ոչնչացնել մեզ, հայ մարդուն դարձնել անհոգի մարդ, այսինքն անասուն, իրենց նման անասուն,
որ իրենք հեշտ կառավարեն։ Եվ բնականաբար ես պիտի դրա դեմ ընդվզեի, ու այդ իմ ընդվզելը սատանայի սպասավորներին, չգիտես ում ծառայող ինչ գրանտներ ու չգիտեմ ինչ է ստացող, ինչով իրենց հոգիները ծախած մարդկանց, որ չէի կարծում որ այս տղան էլ է այդ դաշտում։ Դրա համար համ սաստում եմ, համ էլ ցավում, որ թվացյալ որակ ներկայացնող մարդիկ այսպես ընկնում են։ Ինձ կներեք, չէ՞ մարդիկ, ես չար խոսքեր ասելու հակում չունեմ, բայց ձեր մտածողությունը պղծող եւ բոլորի համար ժամանակին նվիրական կերպար, օրինակելի կերպար եղած մարդու կերպարը ոչնչացնել փորձող մարդուն պիտի սաստեի։ Թող Աստված ինձ ուժ ու կարողություն տա ձեզ, նաեւ այդ Խուրշուդյանին օգտակար լինելու։